Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով մենք պիտի շատ շուտ մտնեինք եթեր այսօր, բայց գիտեք, որ մենք 8 տարի երկիրը արտակարգ իրավիճակում է, երկրի գլխին վերեցին դրեցին մեկին, որ միայն ու միայն երկիրը տանում է ցնցումների, բառից բուն իմաստով։ Երեք այդպես ասի չկա մի լուսաբաց, որ այս պատուհասը, ազգակործանը, ինչ-որ մի հատ գույժով, ինչ-որ մի բանով չմտնի ամեն մեկիս տուն։ Ինչպես երեք ասեցի, դա 3 պատերազմ բերող է, այդքան մահ բերող օկուպացված տարածքներ եւ երկիրն էլ վերածել է մի մեծ դատարանի։ Ինքը փոխանակ պատասխան տա թե ինչի լինելով Արցախի անվտանգության երաշխավորը հրաժարվեց եւ ծախեց հանձնեց Արցախը թշնամուն, ինչու լինելով Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը հիմա օկուպացված տարածքներ կան Ադրբեջանի կողմից եւ դրա մասին ծպտուն չկա, ձայն չկա, ինչու լինելով հայ ժողովրդի նաեւ հայ երաշխավորը այսօր մեր հայրենակիցները շարունակում են մնալ Բաքվի բանտում եւ դրա հետ կապված ոչ մի ձայն ծպտուն չկա, բայց այս մարդը ընկել է հատկապես նրանց հետևից, ովքեր որ ասում են հայ ժողովուրդը իրավունք ունի, հիմա այդպես կարող ենք ասել պարոն Սուրենյաց, որ ասում են հայ ժողովուրդը իրավունք ունի ուղղակի լինելու, որտեղ ակնհայտ է դառնում հայոց պետականության ոչնչացման մասին է խոսքը եւ հատկապես թիրախավորվել բոլոր նրանց, ովքեր որ կանգնած են իսկապես մեր նորանկախ չքնաղ հզոր հայրենիքի հիմքերում եւ ովքեր ունեն մեծ ահռելի մեծ ներդրում Արցախի հանրապետության զարգացման եւ Հայաստանի հանրապետության զարգացման մեջ։ Հիմա թիրախում դե գիտեք մեր մեծ բարերար գործարաններից մեկը շարունակում է մնալ կալանավորված, մնալ մյուսը, ինչ ասում են, հանձնվեց եւ այդպիսի շատ կարծիքներ են շարունակում է մնալ Բաքվի բանտերում, իսկ մյուսը այսօր դատարանում էր 3 առավոտից ուղակի տերորի տակ էր Գագիկ Ծառուկյանը եւ Գագիկ Ծառուկյանի ընտանիքը 7 ժամից ավել, հետո ասեցին 17 ժամ ընդհանրապես թե ինչ են փնտրել եւ որոնել, այս մարդը այնքան ինչ ասեմ, հիվանդագին երևակայություն ունի կամ այնքան վրեժ խնդիր է, այնքան չար է, որ երեք երբ որ այս բաները իրանց տնից ինչ որ բաներ էին հանում, փաստորեն պարոն Սուրենյաց, այս մարդը նաեւ կռիվ է տալիս խրտվիլակների հետ։ Պատկերացնում եք։ Խրտվիլակներ էին այնտեղից անում, իսկ հիմա կասեք, այս ինչ է ասում, ինձ համար շատ ծանր տեսարան էր, երբ որ այնտեղ անշնչացած բաներ էին, առյուծներն էին պարկած, այս մարդը անգամ խնդիր ունի կենդանիների հետ, այսինքն այն մեր հյուրերից մեկը քիչ առաջ ճիշտ նկատեց, տեսնում է մարդուն ասում են, ինչի՞ չես զոհվե, տեսնում է կենդանին, ասում է, ինչի՞ չի սատկի այս կենդանին։ Այս մարդու միակ բանը թե ինչ ինքը վրեժ ունի, դուք չեք ընդհանրապես ապրում։ Այս բանը առյուծը ինչի ընդհանրապես կա, պիտի սատկի, որպեսզի սատկի ինչ պիտի անենք, պիտի տանենք գազանանոց, ինչի պիտի տանենք գազանոց, ունենք մենք այդ նկարը, որ հայտնվի այն կենդանիների վիճակում, ինչ կարգավիճակ այն վիճակում, որ սատկելու եզրին են կանգնած, հիմա նայեք, այսա, տեսնում եք, կենդանաբանական այգում, նայեք, այս վիճակում են կենդանիները։ Հիմա ինչ է արել, առյուծում ես, կտանում այդ առյուծը չես դնում, դեմ սատկի, դու ինչ չես զոհվե, ինչ չեք զոհվե, ինչ հիմա, ես չգիտեմ, այս մարդուն ով պիտի կանգնեցնի, շատ վատ բան եմ ես ճիշտ ասած նկատում, պարոն Սուրենյանց, մենք 18 թվականից այս ամեն ինչի մեջ ենք, գիտեք, որ սկզբում մեր գեներալները թիրախավորվեցին, նախագահը թիրախավորվեց, էլի այսպես բան ճանապարհ անցած մարդիկ թիրախավորվեցին, եւ ես նկատել եմ, որ դե ժամանակ էլ մարդիկ կային, որ չէին արձագանքում, пассив էին, դատարաններ չէին գնում եւ այլն, եւ դա շարունակվում է։ Հիմա այս դուք գիտեք, բոլորի հետ եմ խոսում, շփում եւ այլն, սա շատ բան տեսարան է, հիմա պիտի անկախ ամեն ինչից, Գագիկ Ծառուկյանը, չգիտեմ, այս դատավարությանը գնացել է, չի գնացել, արձագանքել է այս մեկին, այն մեկին, մենք այդ վիճակում չենք, մոռացեք, ամոթ է, դրանով չպիտի առաջնորդվել։ Դուք, եթե ձեր կռիվը երկրի համար է, եթե ձեր կռիվը ազատագրվելու համար է, սխալ եմ ասում, պարոն Սուրենյաց, չպիտի նայել այտենց բաների, 3 պիտի ողջ ուժեղ Հայաստանը լիներ դատարանում, պիտի լիներ Գագիկ Ծառուկյանի տան մոտ։ Հիմա գուցե Սամվել Կարապետյանն ասի, ինչի իրանք այնտեղ չէին, չպիտի դրանով առաջնորդել, եթե դուք առաջնորդվեք դրանով կամ Ռոբերտ Քոչարյանի թիմը կամ Հայ-Հեղափոխական Դաշնակցությունը ասեն, դե ինչի իրանք այնտեղ չէին, չէ, եթե մենք առաջնորդվենք դրանով,
հենց այս պահից կամ 3-4 օրից կամ վաղը չէ մյուս օրից, չգիտեմ, կարող ենք արձանագրել, որ Նիկոլը հաղթել է եւ շարունակելու հաղթել, ճիշտ է թե ոչ։ Մենք պիտի դրանից, դուք պիտի դրանից վեր լինեք, դուք պիտի դրանից բարձր լինեք։ Հերիք է, ամոթ է այդ նեղ անձնային, այսինքն ես նստեմ մտածեմ, ճիշտեսի ոնց է իրան պահել իմ հետ կապված ինչ որ հարցերում Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, Սուրենյանցը, այդ չի կա, մենք այդ վիճակում չենք։ Մենք բոլորովին այլ վիճակում ենք։ Դուք տեսնում եք այս անձը ոչ մի բանի առջև չի կանգնում։ Այս անձը ունի կարգախոս, ինչի դու չես զոհվել։ Ով կանգնում է իր դիմաց, ինքը ասում է, ինչի դու չես զոհվել, ով կանգնում է իր դիմաց, ասում է, ուր է Արցախը, այս ինչ թանկացումներ են, այս ինչ թալան է, այս ինչ խայտառակություն է, այս ինչ նվաստացում է, ինչի է մեր երկիրը օկուպացած, ասում է, դու ինչի չես զոհվել։ Ավելին, եթե ինքը իմանա դու մի հատ շան ձակ ունես կամ առյուծ ունես, առյուծի ձակ ունես, ինքը կուղարկի ուներ եւ կասի գնացեք եւ բանը հաստատեք, որ այդ բան կենթանին սատկել է, կամ պիտի զոհվեք, կամ պիտի սատկեք։ Իմիջայլոց բանը կենթանիների պաշտպանող, բանս ինչ որ կազմակերպություններ կան, մարդիկ կան, որ սատկում են շների համար, շանձակերի համար, բանը կռիսների ձակերի համար, չգիտեմ, մկների պոչերի համար, ասենց մեռնում եք դուք այդ տեսարանից ես ճիշտ ասած ինձ թվաց միայն ես եմ տենց վատ վիճակում հայտնվել, բայց շատերի մոտ է դա շատ ծանր զգացողություն բան առաջ բերել, երբ որ տեսել են այդ զարհուրելի այդ բան պատկերը։ Ինչն է խնդիրը, Գագիկ Ծառուկյանը, ինչպես ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի իրավունք ուներ առաջադրվելու, այդ մարդը կուսակցություն ուներ եւ իրավունք ուներ պայքարելու։ Ինչի արել, մի հատ է դրեք, եթե ձեզ իրեն դուրս չի եկել իբրև թե ինչ որ խոսքեր, որ ասել է, հիմա էլ այդ սրիկան ինչ որ մեկը ինչ որ վանդակից է խոսում, այ սրիկաներ, այ փողոցից եկած թափթփուկներ եւ դուք ձեզ իրավունք եք վերապահում այս ամենից հետո ինչ որ բաներ ասել։ Հիմա տեսեք, այս անձից մի դրվագ ընդամենը, երևի դուք չեք լսել այս բառերը։ Ես ես վստահեցնում եմ, եթե այս բառերը ասեր ցանկացած մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի, վստահաբար այս մարդը վաղուց արդեն կալանավորված կլներ, իսկ Նիկոլի պարագայում միայն կալանքով չեն բավարարվում, որտեղ այս մարդը, ոնց որ Ռաֆի Հովհաննիսյանն ասեց, եթե ներսում իր մեջ բոմժը նստած է, ինքը միայն այդպիսի մարդը կարող ասել բոլոր այդ բոմժ եմ դարձնելու։ Ոնց կարող է մարդու մեջ արժանապատվություն լինի, վեհություն լինի, սեր լինի, հայրենիք լինի, պետություն լինի, զարգացնելու բան լինի ու մարդը այդպիսի բառեր ասի։ Ինչ է ասել, խնդրեմ, դրեք։ Ուրիշների ներկայությամբ քո կողքին վիրավոր ես, դա խոսքի ազատություն չի, դա անդասիրակություն է, լεπτույություն է եւ խուլիգանություն է։ Սպառնում եմ, ասում եմ, եթե սատկացնելու եմ ու ծնկի եմ բերելու։ Եթե կծծնելու եմ։ Հիմա դուք ասեք, դուք ոնց եք պատկերացնում Հայաստանի Հանրապետությունում ապրող մի քաղաքացի կանգներ ասել, ես ձեզ սատկացնելու եմ Նիկոլ, կամ ես ձեզ զատկացնելու եմ ՔՊ, կամ դու ինչ էր տեղի ունենալու այդ անձը, այս մարդը այսպիսի բաներ է ասում, եւ հիմա ասում են իրեն դուր չի եկել, որ Ծառուկյանը ինչ որ բան է ասի, այսինքն դու պիտի ասես, ես քեզ սատկացնելու եմ, ես ձեր կաշին քեր, չէ, այդպիսի բան ասես, կաշին քերելու եմ, մկների պես չգիտեմ ինչ եմ անելու, էլ ինչ է, չգիտեմ, ինչ ասես, ձեզ նվաստացնելու եմ, ձեզ բոմժ եմ դարձնելու Այս մարդիկ արժանապատվություն ունեցող մարդիկ են, այս մարդու հետևում բանը մեդալների սենց բանը է, օլիմպիական մեդալակիրներ, չեմպիոններ, սպորտի մեջ զարգացում, Հայաստանի դրոշը հպարտաբար բարձրացել է, այդ ում շնորհիվ է, այդ կես միլիարդ 500 միլիոնի մասին է խոսքը, որ միայն Գագիկ Ծառուկյանը, գիտեք, չէ՞, կամ այդ թվի մասին է խոսքը, որ միայն Գագիկ Ծառուկյանը ներդրում է արել սպորտի մեջ։ Դուք, որ այսպես անտարբեր բոլորդ նստած եք, ես չեմ հասկանում, ձեզ դուր է գալիս, որ ասենք վաղը 30,000 մարդ, երեք արդեն 5,000 մարդ, այսօր արդեն 10,000 մարդ, վաղը արդեն 30,000 մարդ, 50,000 մարդ, երբ որ փակվում է Գագիկ Ծառուկյանի բոլոր հիմնարկությունները, հայտնվելու են փողոցում։ Պարզ հարց, Նիկոլ, այսօր այս խայտառակ թանկացումներ, այս խեղճ ու կրակ ժողովուրդը ոնց է ապրելու։ Դուք ես գնաճին տեղյակ եք, պարոն Սուրենյանց, ոնց է, այսինքն այս ժողովուրդը, գիտեք, չէ՞ մեզ մոտ ոնց են ապրում, հաշվում են կոպեկները դրամը, որ ոնց պիտի հասցնեն մինչև մյուս ամիս, այն վարկը, այս հոսանքը, հացը 420 դրամ է դարձել, հացը, բրինձը, չգիտեմ ինչ, այս իրավիճակում Այս խայտառակ գնաճի ժամանակ, սոցիալական այս խայտառակ ծանր
աղքատության շեմին, դու անես 30,000 մարդ շպրտես փողոց, ինչի համար, որովհետև մարդը քեզ ինչ որ բան ասել, դա քեզ դուր չի եկել կամ դուր եկել, բա դու դրանից առաջ ասում ես սատկացնելու եմ, ոնց թե, այսինքն քեզ կարելի է լինելով ենել այդ տեղում նստած, քեզ կարելի է նման բան ասել, ձեզ բոմժ եմ դարձնելու, ում ես դարձնելու, 1 միլիարդ բարեգործություն արած բանին, Սամվել Կարապետյանին, հա, չգիտեմ քանի միլիոն բարեգործություն արած Ռուբեն Վարդանյանի, որ միջև հիմա մարդիկ գնում են հիանում են այդ ճոպանողով այդ ամեն ինչը որ արել է Ռուբեն Վարդանյանին, ահռելի ներդրումը աշխատատեղեր ստեղծած, այս մարդը այս տարիքում, այս կարգավիճակում, այսքան ճնշումների տակ, այսօր էլի փառահեղ ծրագիր է իրականացնում Գագիկ Ծառուկյանը, դա փառահեղ ծրագիր չի, որ բանա կանգնեցնում Հիսուս Քրիստոսի, դա փառահեղ ծրագրի մասին չի խոսքը։ Ոնց կարելի է եւ ես ապշում եմ ուղղակի ինչ որ մի հայ պիտի նստի հիմա ուրախանա նրա համար որ 30,000 հայ շպրտում են փողոց, հա դրա համար կամ չգիտեմ ինչքան բանտեղեր է ստեղծվելու, ավիրվելու է ինչ ալնելու, իսկ դուք տեսել եք, չէ, այնտեղից որտեղից որ հեռացվում են հայերը, այնտեղից որտեղից որ ինքը դենա շպրտում, ովքեր են հայտնվում Ովքեր են հայտնվում, են գեներալներին, որ ուղարկում է այնտեղ, այն աներին ուղարկում է այնտեղ, ովքեր են հայտնում, այո, ադրբեջանցիները, այն որ ասում են, այս ապրանքը հիմա սահմանափակումներ կան, Ռուսաստան չեն գնում, հարց տվել եք ձեզ, ում ապրանքն է հայտնվում այդտեղ, հարցրել եք, Ադրբեջանի, դեպի դրա համար դա եմ ուզում հարցնել, հիմա, որ ես չգիտեմ ինչ, այս տերորը, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեմ, այսինքն այդ պարապ հող եք ստեղծում ում համար, որ երկրի սպորտսմենների համար, որ երկրի գինի կոնյակ արտադրողների համար, հարց եմ տալի, որ երկրի ցեմենտի գործարանի արտադրողի համար, հա, որ ուսեն շարունակեմ, անվերջ շարունակեմ, լավ ինչքան անմարդկային պիտի լինեք, ինչքան պիտի մարդ չար լինի, դուք գնում եք առանց զգուշացնելու, փակում եք հյուրանոցը, մարդկանց դուրս եք շպրտում այդտեղ, դուք պատկերացնում եք ինչքան տուրիստներ կան, մարդիկ են, չէ, մարդիկ ծրագրել են, որ պիտի գան այդտեղ հանգստանան, ու Գագիկ Ծառուկյանի հյուրանոցներից դուրս են շպրտում մարդկանց, ասում են ամբողջը պլոմբում են, չգիտեմ ինչ են անում, կալանքի տակ են վերցնում, ավելին ասեմ, դուք գիտեք որ հարցանեկան հարարողություններ էր դրած, ինչ անի, օրինակ այդ որ դուք այդպես դժբախտ վիճակում գցեցիք այդ հարցին, փեսային, հարազատներին, դուք մտածել եք ինչ էր, ես չգիտեմ, եւ դրանից ընդամենը մի ժամ հետո, եւ որ մարդը կանգնում եւ խոսում ասում է, բյանի, մենք չգնանք, բոլորը սապոկ լիզով, կոշիկ լիզով, այդ պատկերի մասին հիմա պարոն Սուրենյանցը մանրամասը կնկարագրի թե ինչ տեղի ունեցավ Միշուսին եւ ինչ խնդրեց, ինչ արեց, ինչ տեղի ունեցավ, ու դրանից հետո մարդը մտնում է եթեր, ասում է ես ձեզ սիրում եմ, ում ես սիրում, այն հարցին ում հարսանիքը գլխին ավեր դարձրեցիր, այն փեսային ում հարսանիքը այսպես ավեր բերեցիր, այն հարցնքավորներին այսպես որ այս խայտարակ վիճակի մեջ հայտնվեցին, այն հանգստացողներին որ այս վիճակի մեջ հայտնվեցին, այն 30,000 հայրենակիցներին որ փողոցում հայտնվեցին, այն Գագիկ Ծառուկյանի որ միայն արարել, շենացրել, այդ մարդուն դու արցի դու դրանից բան զգացիր, դու դրանից հետո որոշել ես որ դու սիրում ես Տենց է սերը լինում, պարոն Սուրենյան։ Չէ, բնականաբար, հա, Նիկոլ Փաշինյանի երկիրը ըստ էության